Բարին ընձեզ, սիրելի քրիստոնյաներ, Աստված օրհնի բոլորիդ, թող որ Տիրոջ աչքը հովանի լինի բոլորիս, եւ թող որ Աստված իմաստություն տա, որպեսզի այսօր մեր զրույցը հարգարժան եւ սիրելի Տեր Սերոբ Քահանա Ազարյանի հետ օգուտ տա բոլորիդ եւ հոգեշահ լինի ամենքի համար։ Օրհնեցեք Տեր հայր ջան, Աստված օրհնի սիրելի Հովանես ջան։ Աստված զորացնի ձեզ, Տեր հայր ջան, կուզեմ խոսենք պահքի մասին։ Մի տեսակ շատ խոսված արդեն թեմա, բայց միևնույն է կիսատ, որովհետև լրացումների շատ տեղեր կան։ Եվ ճիշտն ասած, սրտի ցավով եմ այս մասին խոսելու, բայց ինձ թվում է պիտի բարձրաձայնվի այս ամենը, որովհետև եթե մենք չենք խոսում այս ամենի մասին, ուրեմն ի վերջո սրա համար պատասխանատվություն պիտի կրենք։ Ես այդպես եմ մտածում, որ եթե ես հասկանում եմ, որ սա սխալ է, եւ հնարավորություն ունեմ, եւ նաեւ դրա իրավունք ունեմ ինչ-որ միտեղ բարձրաձայնելու, ուրեմն չբարձրաձայնելը եւ չխոսելը եւ մարդկանց ճիշտը չասելը կարող է վնասել հենց ինձ։ Եվ պահքի այս շրջանը, Տեր հայր ջան, կարծես վերածվել է ինչ-որ խաղի։ Կան իհարկե մարդկանց փոքրիկ խմբեր, ովքեր լուրջ են մոտենում, բայց մեծ մասամբ, եթե այսպես քննենք նայենք, ինչ-որ խաղային վիճակ է։ Եվ ահա միջինքը, որի մասին այդքան խոսում են, ինչ-որ ժողովրդական ուրախության թեմա է դառնում։ Առիթ է, որպեսզի ինչ-որ ժողովրդական ձևով ուրախություն լինի։ Բայց ինչու է, որ ամեն պատուհասից առաջ, ամեն աղետից առաջ, մեր ամբողջ ազգը կամ այն մասը, որը քիչ թե շատ քրիստոնեության հետ կապ ունի, հիշում է Նինվեի ապաշխարությունը։ Այսինքն ստացվում է, մինչև մեզ մոտ ինչ-որ մի վատ բան չի լինում, կոտորածի և աղետի վտանգ չկա, մենք ամեն ինչին կարող ենք վերաբերվել որպես խաղի։ Գիտեք, սիրելի Հովանես ջան, ինչպես որ ամեն մարմնի մեջ, երբ հիվանդություն կմտնե, մարմնի բջիջների մեջ, ինչպես սկսենք հիվանդությունը, մարմնի բջիջները ամբողջովին որպես մեկ օրգանիզմ սկսում են պայքարել այդ հիվանդության դեմ։ Այսինքն, երբ որ հիվանդությունը մտնում է մարմնի մեջ, այդ րոպեին սկսած մարմնի ամբողջ գազմվածքը իր բջիջներով, ջրերով, հորմոններով, արյունաշրջակայությամբ ամեն իր օրգանիզմը միասին աշխատելով պայքարում են այդ հիվանդությունը սրբել, մաքրել մարմինին։ Այդ նույն ձևով նաև պայքարում է եկեղեցին մեղքի դեմ, որ մենք բոլորս որպես մեկ մարմին պայքարում ենք մեղքի դեմ։ Նախասկսենք այն սխալ հասկացություններն, որ մեր ժողովրդի մեջ իհարկե տարածված է։ Շատ անգամ մարդիկ եկեղեցի են բերում երեխան, որպեսզի երեխան մգրդեն, որպեսզի երեխան ըստ իրանց հայ դառնա։ Այսինքն իրենց կարծիքով այն է, որ եթե երեխան մգրդվեցավ եկեղեցում ջրի մեջ եւ միրոնը քսվեց երեխայի վրա, այդ երեխան դարձավ հայ։ Հետո անշուշտ գիտեք, գնում են սրահ, ուրախանում, բարում, ցատկում եւ այլն եւ այլն եւ այլն։ Հասկանալի է, որ մեր ժողովրդի մեջ գա այսպես ոնց ասեմ, որպեսզի մարդիկ չվերավորվեն հաջողասիրություն։ Մարդիկ մի քիչ շատ հաջողասեր են, սիրում են ուրախանալ, սիրում են բարել, որ ինքնին վատ չէ, բայց որի չափազանցությունը վատ է։ Երբ որ ժողովուրդը գալիս է եկեղեցի եւ ուզում են բսակվել եկեղեցում, եւ ցավալին այն է երբեմն, որ սրանք արդեն դարի առաջ իրենց ամբողջ բսակի օրը պատրաստել են եւ ամենավերջը թողում են քահանային լուր տալը, որովհետեւ քահանան այդ օրը իրենց բսակ է։ Բնականաբար գաղափար չունենալու, որ կան արգելված օրեր։ Եվ հետո վիրավորվում են, երբ որ կասում։ Ինչու՞։ Որովհետեւ իրենք կարծում են, որ քահանան ինչ որ իրենց վատություն է անում կամ ինչ որ փորձում է շատ խիստ լինել իրենց հետ։ Առանց հասկանալու, որ եկեղեցին ունի իր օրենքները, իր բախքի օրերը,
որի ընթացքին ուրախություն, բարել, ցատկել, ուրախանալ, քեֆանել չի կարելի։ Եվ այս բոլորի մեջ բնականաբար կորած է, ինչպես անցած անգամ ասեցի, հոգևոր դաստիարակությունը։ Քանի որ դուք մեջբերեցիք Նինվեի մասին, պետք է հասկանանք մեկ-երկու բան, թե ինչու համար բախքի ընթացքում բսակ չի օրտնվում։ Եվ մանավանդ, թե ինչու համար մարդիկ այդքան 48 օր բախ պահելուց հետո ամենավերջին օրը հասան, որը ջրակալույցն է, ջրակալույց արդեն ուրախության օրն է, որովհետև լույսը պիտի վառվի, մենք պիտի կամաց հասնենք Սուրբ Զատկին վերջապես եւ այլևս ընդունենք Քրիստոս հարյավ իմերելով, իրարսելով, ուրախանանք, զանգերս դառնենք, խաչերը բարձրացնենք, Երուսաղեմում, գիտեք, Սուրբ ջահնին բաժանում ժողովրդին եւ այլն եւ այլն։ Բայց մեկ հարց կա, ինչու՞ որ Հովնան մարգարե ենք կարդում այդ օրը։ Հովնան մարգարե կարդալով ինչ ենք հիշեցնում ժողովրդին։ Ապաշխարության մասին, եւ որ ապաշխարության մասին բացատրում ենք այդ ժողովրդին, պետք է հասկանանք, որ այդ բոլոր պատմությունը, որ այդտեղ գրված է, ապաշխարության մասին է։ Ապաշխարության, բայց ոչ թե նինվեացիների ապաշխարության, այլ ինքը նույնիսկ մարգարեին ապաշխարության։ Հովնան, ինչպես գիտենք, մարգարե էր, որուն Աստված ասավ վերգած գնա Նինվե մեծ քաղաքը եւ քարոզիր այդ ժողովրդին։ Հովնան բնականաբար Նինվե երթալու փոխարեն գնաց Թարշիշ։ Հիմա եթե Կարդեսին նայեք, Նինվեն արևելք էր, Թարշիշ արևմուտք էր։ Աստված իրեն ասում է գնա արևելք, Հովնան գնում է արևմուտք։ Այսինքն մեր ժողովրդին նման է քիչ, Աստված ինչ որ ասում է, մենք սիրում ենք հագարակ անել մի քիչ։ Որովհետև մի քիչ չենք սիրում լսել Աստծո խոսքը։ Ամենավերջում Աստված Գեդին հրամայում է, որ Հովնանին գուլ տա, որպես պատիժ։ Եվ ահա Հովնան գուլ է գնում Գեդի որի մեջ։ Եվ այնտեղ ապաշխարում է, սկալով իր սխալն մեղքը։ Եվ այդ բոլորեն վերջ, երբ որ Գեդը փսխում է Հովնանին ծովափին, Աստված դարձյալ գալիս եւ ասում է իրեն իր խոսքը. «Վերգած գնա Նինվե քաղաքը»։ Աստված վճռական է։ Աստված ինչ որ ասում է, մենք երբեմն չենք լսում, բադուժները գրում ենք, բոլոր բադոհասները մեր գլխին գալիս են, եւ վերջը կարծում ենք, որ Աստված մեզ բաճեց, որովհետեւ չենք գիտակցում նախ եւ առաջ, որ մենք Աստծո համար ագանջ չունենք, չենք լսում Աստծո։ Մեկ բան եւս պետք է իմանալ այստեղ, որ Աստված անփոփոխ է, Աստված նույնն է իր ամենասրբությամբ, իր հավիտենական լուսեղենականությամբ, Աստված նույնն է երեք այսօր հավիտյան, ինչպես գիտենք Եբրայեցիներու գրքի մեջ։ Բայց մեկ բան կա, որ մոռանում ենք միշտ, որ Աստված այո անփոփոխ է, բայց Աստված իր միտքը կարող է փոխել։ Այս կետը մարդիկ չեն գիտակցում։ Դու փորձեցիր օրը քո աղոթներով ու խղճահարվելով ու ապաշխարությամբ այնպես անել, որբեսի Աստված փոխե իր միտքը քո նկատմամբ։ Ահա տեսեք, Հովնանի սկիզբը գրված է, որ Աստված ասավ ես այդ քաղաքը պիտի կործանեմ։ Բայց վերջը միտքը փոխելով ասավ չեմ կործանելու եւ չկործանեց։ Շնորհակալ եմ Տեր Հեր ջան պատասխանի համար։ Ցավն այն է, որ անգամ մենք գիտենք ինչ պատահեց մեր հայրենիքի հետ, բայց մարդիկ շարունակում են ապրել անհոգությամբ։ Իմ կարծիքով մեր ժողովրդի մեջ քրիստոնեությունը երկրորդ, երրորդ տեղում է։ Եվ եթե մենք հիմա նայենք մեր իրականությանը, կտեսնենք, որ մեր ժողովրդի մեջ ավելի մեծ կշիռ ունի ազգայինը։ Անկամ եկեղեցական տոների մեջ մարդկանց գրավում է ազգայինը եւ ոչ թե բուն խորհրդակատարությունը։ Ես ինքս ուղակի տեսել եմ եւ ամեն տարի այդպես է լինում, որ տաղավար տոներին, երբ որ կարող է ինչ-որ կերպ նաեւ ազգայինը տեղ ունենալ, շատ շատերը գալիս են, սպասում են մինչև պատարակը վերջանա, որ իրար ջրեն կամ ուրախանան, պարեն եւ այլն եւ այլն։ Այսինքն մի տեսակ մեր ազգի մոտ առաջնային է ավելի շատ հենց ազգայինը, քան թե քրիստոնեականը։ Այ միջինքը անցավ արդեն, բայց այդ միջինքի ազգային դրսևորումները գաթա
ազգային խաղեր, չգիտեմ ինչեր, եթե մենք բուն ապաշխարության խորհուրդը վերցնենք, կարդանք որևէ մի եկեղեցական հեղինակության աշխատանք կամ ամենահեղինակավոր գիրքը, Սուրբ գիրքը, ես երբեք չեմ տեսել, որ Սուրբ գրքում պահքի ընթացքում ապաշխարության խորհրդի ընթացքում ինչ որ ուրախություններ լինեն կամ ազգային ինչ որ դրսևորումներ։ Ազգային, մենք պիտի պահենք մեր ազգայինը, բայց Տեր Հայր, միթե չափը չենք անցնում։ Միթե ամեն անգամ կոտորածից եւ տարբեր տեսակի աղետներից առաջ հիշելով Նինվեի ապաշխարությունը եւ ծռելով այդ ամենը, չենք վաստակում մեր իսկ դատապարտությունը։ Որովհետև եթե Նինվեի դեպքում անգամ անասուններն էին քուրց հագել, անասունների վրա քուրց գցեցին, իրենք ամբողջ սրտով ապաշխարեցին, խոստովանեցին իրենց մեղքերը եւ հստակ փոփոխություն տեսանք, մեր իրավիճակում սա ընդհանրապես ինչ որ ժամանակաշրջան է, որը 40 օր տևում է եւ մի փոքրիկ խումբ կա, որը հասկանում է, թե ինչ է կատարվում, իսկ մնացածը սպասում են միջինքին, սպասում են, թե երբ պիտի գա զատիկը, որ դրանից հետո արդեն հանգիստ հաց ուտեն, կամ բաղադրատոմսեր են փնտրում, կամ ազգային ինչ որ սովորություններ են ուսումնասիրում, թե պահքի ժամանակ ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, եւ այսպես պահքի իմաստը կորչում է։ Այնինչ կոչում եք ազգային, սիրելի Հովհաննես, ես կարող եմ վերցնել, փոխել որպես ազգային ավանդություններ կամ ավանդաբաշտություն երբեմն։ Այսինքն ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, որ ավանդաբաշտությունն է փոխանակ եկեղեցասիրություն լինելու։ Եթե էջը վերցնենք եւ էջին երկու կողմը գրենք, մեկ կողմը գրենք ավանդական, մյուս կողմը գրենք հոգեվոր։ Ուրեմն կան մարդիկ, որ ավելի հակված կարող են լինել գնալու դեպի ավանդական կողմը, էջի վրա։ Կան ուրիշներ, որ կարող են հակված կամ թեքված լինել դեպի հոգեվորը։ Կան մարդիկ, որ ավելի մեջտեղում են։ Կան մարդիկ, որ ասենք բարբագում են բոլորը։ Հիմա եթե նկատի առնենք ազգայինը, ազգային ինքնին ուղղակի վատ բան չէ, ընդհանրական գեղեցկություն է։ Ազգային դոներ ավանդություններ բայելը լավ բան է, գեղեցիկ է։ Բայց կան մի քանի այսպես սցենարներ կամ բադահարատեպքեր։ Կարելի է լինել ազգային եւ չլինել հոգեվոր։ Ուրիշներ կարող են լինել հոգեվոր եւ չլինել ազգային։ Ուրիշ տեղեր կարող են լինել ոչ ազգային, ոչ էլ հոգեվոր։ Բայց ամենաճիշտն է իմ աչքիս վերջինը, որ բարի հողն է մարդու սրտի մեջ, որ է լինել եւ ազգային եւ նաեւ խորաբես հոգեվոր անձ։ Այս խնդիրներն են, որ մենք փախվում ենք ամեն անգամ որպես հոգեվորականներ։ Երբեմն տեսնում ենք մարդիկ, որոնք ազգայինի ինքերին են, հոգեվորից բարսախներով հերու։ Ուրիշ տեղեր տեսնում ենք մարդիկ, որոնք միայն արժեք տալիս են հոգեվոր կյանքին, ազգայինը իրենց համար ոչ մի արժեք չունի եւ կամաց կարող են գերի դառնալ աղանդներին։ Իրենց չափազանց ջերմերանդության եւ Աստծո հետևելու այդ նախանցախնդրության մեջ ազգայինը ուրանալով։ Ուրիշներ կան, որ ոչ ազգային են, ոչ էլ հոգեվոր են, գնում են օղագի, ուզածման եւ ցոլման ճանապարհով։ Իսկ ամենաճիշտն է, որ մարդ պահի իր արժեքները, իր ազգի արժեքները եւ մասնավորապես տեղ դա հոգեվորին իր կյանքի մեջ։ Եվ ահա այս կետն է, որ կարծում եմ դուք մատնանշում եք եւ որի մասին խոսում եք։ Այո, Տեր Հայր ջան, հենց դա եմ ասում եւ դրա համար եմ ցավ ապրում։ Ամենակարևորը կյանքում Հովհաննես ջան հասունանալն է։ Մարդիկ փոքր տարիքից երբ որ սկսում են մեծանալ, գամած հասնում են մի տեղ, որ իրենց մարմինը, իրենց միտքը, իրենց հոգին, իրենց ամբողջ ստացած ուսումը, զարգացումը հասունանում է։ Մարդ երթալով պետք է հասունանա եւ ոչ թե մնա խագ, թեթև սոլիկ, անդարբեր, մագերեսային, ամբաչաճ, երեխայամիտ, թեթևամիտ եւ ոչ այլ միևնույն ժամանակ կամ ուրիշ ժամանակ դառնա փարասեր,
անցնամոլ, շահամոլ, տրամասեր, գեղձավոր եւ գամ ամբողջ կյանքում լողանալ մեղքի ձովերի մեջ։ Հովանես Մկրտիչ, որ նախագարաբետն էր Քրիստոսի, առաջի խոսքերը, որ լսում ենք իր մասին, ասում է. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցած է»։ Միշտ լսում ենք այս խոսքը, բայց չենք պատրաստվում մոտենալ երկնքի արքայության, որովհետև ապաշխարություն կնշանակի փոխել ճանապարհդ դեպի Աստված։ Եթե Աստծո մոտ ես, ավելի մոտենալ Աստծո, իսկ եթե մոտեցել ես Աստծո, ել ավելի մոտենալ Աստծո։ Աստծո մոտենալը անսահման է, ինչպես որ Աստված ինքը անսահման է։ Մեր Աստծո մոտենալը եւս անսահման է, որովհետև սրդի մեջ որքան դեղ գա Աստծո սիրուն, որովհետև Աստված այնպիսի սիրով սիրեց աշխարհը, որ մարդու սրդի մեջ ալցանեց այդ սերը, որ կարողանա մոտենալ, եւ մենք այսօր ցավոք մեկ քայլ անգամ չենք առաջ դանում մեր ոտքերը, որովհետև մեր սիրտը լեցուն են աշխարհասիրությամբ եւ ոչ թե Աստվածսիրությամբ։ Եվ Հովանես Մկրտիչ մեզ ասավ անապատի մեջ աղաղակողին ցայնը գսե. «Դիրոջ ջամփան պատրաստեցեք, հարթեցեք անոր շավիղները»։ Երբ որ Մատթեոսի առաջի էջերու մեջ 3-րդ գլխում մեջ այս համարները կգարտանք, որ անշուշտ արտնված են Եսայի մարգարեին 40-րդ գլխին, մեր համար պետք է հասկանալի լա մեկ բարձ գաղափար։ Մեր եկեղեցու դոները պետք է դառնան ավանդությանց ստրուկները կամ հետևորդները, այլ ավանդությունները պետք է իրենք օրինակ դառնան, ճանապարհ հարթեն հոգևոր կյանքին։ Ինչպես որ ճանապարհ պետք է հարթենք Տիրոջ քալստյան, մենք լինելով մարմնացումը ավանդության, պետք է ճանապարհը բանանք հոգևոր կյանքին կամ հոգևորին կամ այս բարակային Քրիստոսի մեր սրտերում մեջ։ Բահելով հանդերձ քեղեցիկ ներդաշնակությունը, մարդումը ասկային պատկանելիության եւ հոգևոր կյանքին։ Ուրալ երթամ, ես վերջի վերջո հայ եմ, եւ բոլորս ալ գիտենք, որ մենք պետք է բահենք մեր ասկայինը, բայց հոգևորը քերի չդարձնենք մեր ասկայնականության։ Եվ ոչ ալ ստրուկը դարձնենք մեր ասկային ոգին։ Ասկային լինելը մեղք չէ, սխալ չէ, բայց մեղք է այն, որ մարդ ոտնագողում է Աստծո պատվիրանները իր ավանդությունների համար։ Եվ նույնիսկ կրնանք ալնել ոչ ասկային ավանդություններ, կան անձնական ավանդություններ, անձնական սովորույթներ, այսպես կոչենք, անձնական սովորույթներ, որոնց զոհը դառնում են եւ եկեղեցին, եւ հավատքը, եւ Աստվածաշունչը, եւ Աստված, եւ Քրիստոս։ Մի բան, որ Քրիստոս մեր դերը տալավարդում է։ Եթե ուշադիր գարտանք Մարգոսի ավետարանը 7-րդ գլուխ, շատ ուշադիր կլսենք, որ փարիսեցիները իրենց աստվածասիրության մեջ հալախայի օրենքների մասին, հալախա կնշանակի օրենքներ, օրենքների մեկնաբանություն հրեության մեջ, փարիսեցիներ հալախայի օրենքները բացատրում էին այն ձևով եւ վրան ավելացնելով իրենց ավանդությունները, որը տալաբարդության արժանացավ Քրիստոսի կողմէ, որովհետեւ ավանդություն ավելացնում էին իրենց սիրած կամ ընտրածը։ Եթե պատվիրանաբահությամբ չապրենք, կնշանակի քրիստոնեությամբ չենք ապրում։ Ժողովուրդը պետք է փոփոխվի Քրիստոս փնտրելով, իր երեխաները Քրիստոսի բերելով, իր դամ մեջ սորվեցնելով, զգուշացնելով եւ դիբար դառնալով ամբողջ ընտանիքին, որովհետեւ մեղքի կյանքը շատ թիրությամբ կրնա սբրտիլ ընտանիքեն ներս։ Եթե փախտատություն կատարենք մեր եւ ուրիշ գրոնների կամ հարաբանությունների հետ, կտեսնենք, որ մենք ահա որ թերացած ենք այս բոլորի մեջ։ Իսկ հոգևորականությունն ալ պետք է ճշմարտապես լինի Քրիստոսի դիբարը, աղոթելով, սորվեցնելով, ուսուցանելով, մանավանդ սա, եւ ուշադիր լինելով իր կյանքին, խոսքերին, իր վարքին, եւ հեռու մնալով կեղծավորությունից, նյութաբաշխությունից, անլրջությունից, բահելով գեղեցիկ հավասարակշռությունը հոգևորին եւ ասկայինին միջև, լինելով առաքյալ այս տարուն, որ Աստված մեզ կյանք տվեց, եւ շարունակենք առաքելական եւ ասկային ճանապարհները միասնաբար։ Շնորհակալ եմ Տեր Հերջան, գեղեցիկ պատասխանի համար, Աստված զորացնի ձեզ։ Եվ այո, ես էլ կարծում եմ, որ չափը չպիտի անցնենք։ Այնպես չլինի, որ ազգայինը ծածկի հոգևորը եւ դրա պատճառով շատերը գայթակղվեն եւ մտածեն, որ հայ եկեղեցին ազգային ավանդույթների կառույց է,
իսկ հոգևորը ուրիշ տեղ է։ Հա, գնանք աղանդների մոտ, գնանք նրա մոտ հոգևոր լսելու, դե հայ եկեղեցի էլ ազգային տոներին, որովհետև շատերի համար եկեղեցական տոները ազգային տոներ են։ Ինչպես որ ասացիք, որ բերենք երեխային մկրտենք, որպեսզի հայ դառնա, այսպիսի ինչ որ պապական ադաթ է շատերի համար։ Բայց ուզում եմ նորից վերադառնալ ապաշխարության խորհրդին։ Ուզում եմ նորից հիշել Նինվեն, եւ մենք ընդհանրապես մոտիկ չենք Նինվեի ապաշխարության խորհրդին կամ Սուրբ գրային որևէ մի ապաշխարության դրվագի կիլոմետրով անգամ մոտիկ չենք, այլ կիլոմետրերով հեռու ենք կարելի է ասել։ Հիմա Տեր Հայր ջան, ի՞նչն է մեզ պակասում։ Ինչու ենք մենք այսքան կենտրոնացած ազգայինի վրա եւ այսքան հեռացած ուղափառ քրիստոնեական գաղափարներից։ Ինչու ենք մենք այսքան սիրում երգ, պար, ուրախություն, ազգային խաղեր եւ այլն, եւ այսքան հեռու ենք այն ամենից, ինչ որ Աստված ուզում է մեզանից։ Ինչ որ Սուրբ Գիրքն է մեզ պատվիրում, ինչ որ մեր հայրերն են մեզ ժառանգություն թողել։ Դեռ մեր վերքերը թարմ, դեռ մեր վերքերը արյունահոսում են, դեռ արյան մեջ ենք, բայց ռեստորաններում զղկլ դմբլները չեն դադարում։ Անգամ քրիստոնյաները իսկապես չեն գիտակցում, թե ապաշխարությունը ինչ բան է, պահքը ինչ բան է։ Խնդրում եմ Տեր Հայր, այս ամենի մասին ընդհանուր խոսեք։ Ինչու ենք մենք կամաց հեռանում բուն քրիստոնեությունից եւ անգամ պահքի իմաստը այլևս երևի թե չենք հասկանում։ Մենք մի տեսակ շատ չենք հայ ենք, դե մենք հայ ենք, մերը ուրիշ է, մենք ուրիշ ենք, հայ դեմ խաղ չկա, հայ այսպես, հայ այնպես, բայց տեսնում ենք, որ քանի գնում այնքան հայը կորցնում է թե հայությունը, թե քրիստոնեությունը, թե ավանդական արժեքները, թե մնացած այն բաները, որով կարող ենք մնալ քրիստոնյա եւ հայ որպես ազգ։ Սկսենք վերջում արված ակնարկից Հովհաննես ջան, որ ասեցիք, որ մենք հայ ենք, մերը ուրիշ է, հբարդության եւ դքիդության անվերջանալի այսպես գորոզ անպարտաբանության ինչ որ խառնուրդ երևի, որ մարդկանց մեջ քիչ թե շատ տեսնում ենք։ Ես շատ եմ տեսել այդ տեսակի իհարկե։ Այո, մենք մոտիկ չենք ոչ Նինվեի ապաշխարության խորհրդի ժամանակ, ոչ էլ 44 օրյա պատերազմից հետո եթե ազգը ամբողջովին պետք է մտներ ապաշխարության մեջ, ոչ էլ դրան շատ շուտ մոռանում ենք մեր ստացած ապտակները։ Անշուշտ ես չեմ խոսում ամեն մարդու մասին, բացառությունները հարգելով եւ հարգելով բոլոր այն անձանց, ովքեր շատ լրջորեն մինչեւ այսօր են սրտի մեջ դեռ ավերակ ունեն։ Բայց ես խոսում եմ այն մարդկանց մասին, որոնք ռեստորաններից եւ մերսման սրահներից իրանց երկու բարից, իրանց ուրախությունից այդ ձիրից դուրս չեն գալիս։ Եվ ոչ ալ գկան։ Ցեզ օրինակ տամ այն երիտասարդների մասին, որոնք իրենց մարմնի այս կամ այն դեղերում խաչ են դաջում, այսինքն խաչի դաջվածք են դնում։ Մեծ խաչեր այսպես թևի վրա, գրծքի վրա, գրնագի վրա եւ այլն։ Ինչպես նաև գանայք, որոնք եկեղեցի են մտնում, բայց իրենց հագուստի կամ սկեստի կեսը մոռանում են դանը, բայց խաչ են գախել վզի վրա։ Մի քիչ լրիվ հագասական, բայց երկու խումբերին էլ ես միշտ էլ տալիս եմ հետևյալ հարցը, որպես զսկուշացում կամ զգաստացում։ Խաչի խորհուրդը ո՞րն է, գիտես։ Այդ հարցին վրա արդեն ուղղակի այսպես զարմացած ինչ նկատի ունեմ։ Դարձյալ գրկնում եմ հարցը։ Խաչի խորհուրդը գիտես ո՞րն է։ Ուրիշ հարցեր եմ տալիս երբեմն։ 7 մահացու մեղքերից գաղափար ունեք։ 7 խորհուրդները գիտեք որոնք են։ Դարին քանի անգամ եք եկեղեցին։ Հարց եմ տալիս իրենց երբեմն նրանց, որոնք ընդհանրապես մանավանդ ազգայինը դնում են։ Բանակ ծառայել ես։ Երբեմն ծծաղելի է թվում, որ դնում որպես դաջվածք, բայց Քրիստոսի մասին գաղափար շատ չունի։
Եվ հարց եմ տալիս, երեխաներ ունեք։ Այո, ասում են երբեմն, քանի աղոթք գիտեն ձեր երեխաները։ Քանի անգիր եւ սրտանց աղոթող երեխաներ ունեք։ Օրվա ընթացքում ձեր բերնից ինչ են լսում։ Աղոթք են լսում, թե հայոյանք։ Աղոթք են լսում, թե ուրիշ խոսքեր։ Քանի անգամ եք Աստվածաշունչը կարդում։ Եկեղեցին հաստատել է խորհուրդներ, բայց խորհուրդ ունենալ կնշանակի փոփոխություն ունենալ մտքիդ, սրտիդ, հոգիդ մեջ։ Եվ բոլորին ասում եմ, եթե բախ պիտի բահեք, եթե ձոն պիտի բահեք, մի բահեք որպես բարտավորություն, կամ ինչ-որ այսպես առաքինության նշան, կամ ինչ-որ ցույց տալու համար, որ ինչ-որ ավանդություն եք պահում, կամ ինչ-որ բարտավորություն եք անում, կամ ասկային ինչ-որ առարք անելու համար։ Դա անում եք, որովհետև սիրում եք Աստծո ամբողջ ձեր հոգով, ամբողջ ձեր սրտով, ձեր մտքով եւ սիրում եք ձեր մերձավորը, հավատքի եղբայրը եւ քույրը, ձեր անձին պես։ Այս երկուսը սիրել զաստված եւ քո նմանը, սիրել զաստված եւ քո նմանը եւ այսպես կրկնել անդադար։ Մի բան, որ մեր համար խորտ է երբեմն։ Ինչքան գեղեցիկ հաստատվեցիք, թե ինչն է մեզ պակասում, ինչ ենք այսքան հերացած մենք այսօր այս բոլորից։ Դե մենք ինչ ենք այս վիճակի մեջ, ինչ ենք սիրում երկու բառ, ինչ ենք որպես քրիստոնյա ժողովուրդ այս վիճակի մեջ, պատասխանեմ։ Մենք այս վիճակի մեջ ենք, որովհետև մենք որպես քրիստոնյա ժողովուրդ անհաշվելի թվով գուրքեր ենք բահում մեր սրտերի մեջ, գուրքեր։ Անունով շատ անգամ քրիստոնյա ենք, բայց կյանքով, կենցաղով այլ բաների մեջ ենք մտած, ուրիշ բաներ ենք անում։ Եվ այն այն ժողովուրդներին, որոնք անունով քրիստոնյա են, բայց սիրում են իրենց կյանքը ապրել ճիշտ հեթանոսներից անդարբեր կյանքով։ Սիրահարված են փողին, սիրահարված են երջանկության, ուրախության, սիրահարված են կյանքի դված սինհաճույքներին, ըսկեստին, ավտոմեքենային, սիրահարված են իրենց դանը, իրենց դան մեջ եղած ունեցվածքին, բանկի մեջ եղած հաշվին, սիրահարված են իրենց, այսպես ասած, երեխեքի կամ բալեքի ուրախությամբ, երջանկությամբ եւ գուրք են սարքում այս բոլորը իրենց կյանքի մեջ, որ կնշանակի ինքնաբերաբար Քրիստոսի խաչել, Քրիստոսի ցերանալ։ Մենք սկսեցինք մեր խոսքը, եթե գհիշեք, Միրոնի մասին ես ակնարկեցի, որ մարդիկ երեխեքը բերում են եկեղեցի եւ Միրոն են կսել դալիս, որբեսի հայտարնա։ Բայց Թրոշմի խորհրդի մասին, երբ որ մենք խոսենք, կտեսնենք որքան խորը, որքան իմաստալից մեծ խորհուրդ է դա։ Այն անձը, որ ծնվեց Սուրբ Ավազանից որպես նոր մարդ, Քրիստոսը ըսկենելով եւ Քրիստոս ունենալով իր սրտի մեջ, Միրոնի Սուրբ Կաթիլները ընդունում է իր ջակդի վրա, հետեւյալ խոսքերով. Հիսուս Քրիստոսի անունով այս անուշ յուղը, որ ջակատիտ կտրոշմվի, երկնավոր անաբական բարգևներու գնիկը թող լինի։ Երբ որ մենք Քրիստոսի ցերանում ենք, մեր մտքերը երկնավոր անաբականության գնիկ չեն կարող լինել, այլ աշխարհիկ, որովհետև միտքը պետք է միշտ լցվի ինչ-որ բանով։ Եթե Քրիստոսի բարգևներով չլցվի, երկնային բարգևներով չլցվի, կլցվի աշխարհիկ ունայնամնդությամբ։ Եթե մեր աչքերը փնտրում են դրամ, ուրախություն եւ այլ աշխարհիկ արժեքներ, երբ եկեղեցին մարդու աչքերը գնքում է, Սուրբ Միրոնով թրոշմում է, Հիսուս Քրիստոսի անունով թող լուսավորվին աչքերդ, որովհետեւ մահ չջոշակես, այսինքն այդ աչքերը թող նվիրվին Քրիստոս տեսնելու։ Հիմա ես մի բան պիտի ասեմ։ Աստված մարդու դված է երկու աչք, բայց մենք մոռանում ենք, որ Աստված դված է նաև երրորդ աչք, որ մտքի աչքերն են։ Այդ մտքի աչքերի մասին է, որով մենք Աստված կփնտրենք եւ Աստծո կնայենք միշտ։ Մենք մեր աչքերը փակած ենք Աստծո եւ նայում ենք աշխարհին։ Ինչպես պիտի նայենք Աստծո։ Եթե Աստված փնտրենք, մեր մարմնավոր աչքերը ինքնաբերաբար կհետևեն Աստծո։ Երբ որ մեր ականջները սիրում են լսել այն երգը, այն բառը, այն ուրախությունը, որ աշխարհը տալիս է, երբ որ եկեղեցին դրա փոխարեն մեր ականջները թրոշմում է Սուրբ Միրոնով եւ ասում, այս Սուրբ օծումը թող բանա ականջներդ, որբեսի Աստծո բادرները լսես։ Մենք փակում ենք մեր ականջները ցավոք
եւ լսում ենք աշխարհի դված խորհուրդները եւ ցայները, աշխարհի դված աղմուկը եւ գոռում եմ մեր հավատքը։ Եվ գիտը, օրինակ, երբ որ մենք ուզենանք շնչել Քրիստոս, դրա փոխարեն մենք շնչում ենք աշխարհի դված հոդերը, երբ դա մեզ տանում է լայն, բայց կորստի ջամփով։ Իսկ մեր բերանը, ահա սա ամենակարևորն է, երբ մեր բերանը օգտագործում ենք ամեն տեսակ հայոյանքի, անեծքի, բարակտումի, սուդի, գեղձիկի եւ այլն եւ այլն։ Իսկ Սուրբ Եկեղեցին մեր բերաները թրոշմելով մեզ ասում է. Հիսուս Քրիստոսի անունով այս կնիքը բերանիդ բահբանության եւ շրթներուդ ամուր թուր թող լինի։ Ամուր թուր մեր բերանին, որովհետեւ մեր բերնից ելել է Քրիստոսի բادرանաբահության խոսքերը եւ լուրջ մարդ դառնանք այս կյանքում։ Չեր գարեմ մի խոսքով ցերկերը, սիրտը, մեջքը, այսինքն գրնագը եւ ոտքերը, այս բոլորը մեզ տալիս են Քրիստոսի գնիքը, որով մենք պետք է դառնանք ամեն տեսակ բարի գործերի արագինի կյանքի աղբյուր մեր ցերկի գործերով, երբ որ գնիքը տրվում է սրդի վրա, մեր սիրտը պետք է փափախե դրա վրա դրված գնիքով, Աստծո հոգին պետք է իշխի այնտեղ։ Փոխանակ խաչ դաջելու մեր ցերկերի, մեր ոտքերի, մեր մեջքի վրա, Աստծո խաչը դաջենք մեր սրդի վրա։ Եվ ամենավերջում մեր ոտքերը ուր են դանում մեզ ամեն անգամ։ Մեր օծված ոտքերը, որոնք օծվեցին Սուրբ Միրոնի տրոշմով, ուր են դանում մեզ ամեն օր։ Դանում են մեզ օրինակ ռեստորանները, դանում են մեզ բարահանտեսի սրահները, դանում են մեզ մերսման սրահները, մեզ դանում են մեղքի կյանքին, մեզ դանում են այս կամ այնտեղ, որտեղ միայն մեղք է փաշխվում, դե մեզ առաջնորդում են թեպի Աստծո թուրը։ Եվ ահա այս բոլորը երբ որ նկատի ունենանք, երբ որ սկաստացումը ունենանք, երբ որ Աստված մեզնից ոչ թե բարձ մարդ է սարքում, այլ զինվոր է սարքում, լրիվ զինվոր, Աստծո, որբեսի ծառայենք եւ մեր հավատքին, եւ մեր ազգին, եւ մեր եկեղեցուն, եւ մեր հայրենիքին, այս է կարևորը։ Ամբողջական զինվոր ենք դառնում եկեղեցու մեջ, եւ այս բոլորով մարդ դառնում է դաջարը Սուրբ Հոգին։ Չենք գիտակցում այս բոլոր տանջանքներից հետո, որ Աստված Հովնանի պես մեզ դարձյալ եւ դարձյալ ասում է. «Վեր գաց մեղքերի միջից եւ գնա ապաշխարության ուղիով»։ Մենք որ այսօր մեղքերի ծովերի մեջ թաթախված ժողովուրդ ենք եւ ամենուրեք տեսնում ենք մեղք եւ անեծք, հայոյանք, բարակտում, գեղձիկ, քողություն, հաջողասիրություն, դրամասիրություն, նյութապաշտություն, ադելություն եւ այլն, այնքան շատ են, որ նույնիսկ չի ուզում սկսել։ Այս բոլորը տեսնելուց հետո դակավին մենք երես ունենք Աստծո ասելու ուրես եւ ուզում ենք, որ Աստված մեզ օրհնի։ Այո, Աստված կօրհնի։ Փոխեցինք միտքը Աստծո մեր հանդեպ։ Ահա թե ուր է դարձի ուղին եւ ազգային ապաշխարության գարիքը, երբ մենք գոդրենք մեր հբարդությունը սին գեղձիկները եւ գործանենք մեր սրդի մեջ տրված սուդի գուրքերը եւ ճշմարտապես վերադառնանք որպես իսկապես մաքուր Աստվածպաշտության հետևորդներ, հեռացնելով մեր կյանքերից մեղք եւ գեղձիկ, դարձնելով մեր մտքերը, մեր հոգիները, մեր սրտերը եւ մեր մարմինները ամբողջությամբ դեպի Աստված։ Շատ շնորհակալ եմ Հովհաննես ջան այս առիթին համար եւ հուսով ենք, որ դարձյալ կխոսենք այս տեսակ հոգեշահ նյութերի մասին եւ մեր ժողովուրդը կսկսվի ավելի լուրջ եւ սկաց ձևով հետևել մեր հայրերու սուրբ ճանապարհին։ Շնորհակալություն եւ Աստված օրհնի ձեզ։ Ես էլ շատ շնորհակալ եմ Տեր Հայր ջան, Աստծով զորանաք, Աստված ձեզ զորացնի եւ ել ավելի շատ իմաստություն ապարգևի, որպեսզի ձեր հոգեվոր ծառայության մեջ լուսավորեք մարդկանց միտքը եւ մոտեցնեք Աստծուն։ Մենք բոլորս շնորհակալ ենք այս հրաշալի բացատրությունների համար։ Միգուցե ոմանք կեսը լսեցին, ոմանք 5 րոպե լսեցին, ոմանք մինչև վերջ լսեցին, բայց համոզված եմ, որ ամեն մեկն իր օգուտը տարավ։ Մեկը քիչ, մեկը շատ, բայց համոզված եմ, որ ամեն մեկն իր օգուտը պիտի տանի այս մեր զրույցից եւ անպայման նորից այսպիսի հրաշալի զրույցներ կունենանք
Իհարկե Աստծո օրհնությամբ եւ Աստծո հովանավորությամբ։ Շնորհակալ եմ Տեր Հայր ջան։ Աստված թող զորացնի բոլորիս։